լացում եմ, քանի որ զանգեզուրը չկա։ Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք հավի կարաջիկով ուտեստ։ Հետաքրքիր ձևով է պատրաստվում, արագ է պատրաստվում, սիրողների համար շատ հետաքրքիր է, իսկ չի սիրողների համար անպայման փորձելու է, որովհետև եթե մի անգամ փորձել եք ու չեք հավանել, այս բաղադրատոմսով շատ եք հավանելու։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, կծու եւ ոչ կծու, դարչին, դարչինի փայտիկ եւ դափնու դերև։ 1 կիլո հավի կարաջիկ, 2 մեծ սող կտրատած, 2 հատ կծու բղբեղ, 1 հատ մեծ կարմիր սող եւ մի փունջ ազատքեր կամ մաղադանուս։ Մի փոքր կտոր իմբիր, քերիչով անցկացնելու եւ 6-ից 8 բջեղ սխտոր։ Զտված եւ լավ որակի ցիտապտղի ցետ։ Բացում ենք, որպեսզի ստեղ դատարկեմ։ Դե ինչ, արդեն տեսնում եք, սա պետք է չեք անենք, այսինքն նայենք, որ մեջից այդ թեղին մասը պետքա դուրս եկած լինի։ Ես մի հատ ամեն բարակայի ուզում եմ ես էլ նայեմ, սենց նայում եք, արդեն մաքուր է։ Ուրեմն եթե ձեր կարաջիկները կամ ձեր վերցրած կարաջիկները մաքուր չէ, պետքա գիսեք մեջտեղից բացեք, մեջտեղը ինչ որ թեղին մաս է լինում, այն թեղին մասը պետքա հեռացվի անպայման։ Իսկ զանգեզուրի արդեն պատրաստած կամ պատետավորած կարաջիկները արդեն մաքուր են։ Էդ էլ է շատ լավ, որ ձեր գործը արդեն հեշտանում է։ Մեկ-մեկ ես նայում եմ, որպեսզի տեսնեմ, որ սա մաքուր են ու անցնենք գործի։ Իմիջիայլոց հավի կարաջիկները շատ մեծ օգտակարություններ ունեն եւ արյան համար եւ ընդհանուր առողջության համար շատ առողջարար են եւ սննդարար։ Ամեն մեկը մի հատ պետքա փանանք ու բզիկ մասերի վերածենք այսպես։ Այսպեսի կարագուսիներ ենք անել։ Ու շարունակում ենք։ Շատերը հավի լիարդի հետ են անում, բայց ես օրինակ չեմ նախընտրել, քանի որ կարաջիկը ուրիշ ցևով է տապակվում կամ ժամանակով, իսկ հավի լիարդը ուրիշ ժամանակ է պետք։ Այսինքն իրար հետ որ դնում ենք, մեկերն մեկը ավելի փափուկ չի լինելու, կարծր է լինելու։ Չնայած այս կարաջիկի մասին են ասում, շատերը որ կարծր է լինում, բայց եթե մենք սենց բզդիկ մարացնենք ու այդ ինչ որ մի մաս կա, որ կարող ենք հեռացնել, քանի որ այդ մասը ինքը ընդհանրապես լինում է կարծր, ես օրինակ հեռացում եմ այդ մասերը, որպեսզի չունենանք կարծր մասեր։ Այսպես։ Մենք կունենանք համաչափ եւ փափուկ կարաջիկներ։ Այսպես մաքրում ենք ու շարունակում ենք։ Ես սիրում եմ իրեն մատուցել աղցանով, ավելի ճիշտը սոխի եւ ազատ քեղի աղցանով, ինքը ավելի համով է լինում։ Այս կարծր մասը, այդ բզդիկ մասը հեռացում։ Ինքը ավելի դենց իր համովությունը ավելի լավ լինում, երբ որ վրան ավելացնում ենք սոխ եւ ազատ քեղ։ Բայց անշուշտ կարող եք ուրիշ աղցանով էլ մատուցել եւ նույնիսկ կարող եք ավելի ճաշ սարքել, այսինքն ավելացնել լոլիկի մածուկ, բղբեղի մածուկ եւ այլն տենց բաներ էլ։ Նայած ու ինչպես եք սիրում դուք սարքել։ Բայց ինձ հետաքրքիր է, ովքեր որ ինձ նայում են, ինձ անպայման ասեն իրանք ոնց են սիրում պատրաստել, այսինքն եթե հիմա հերոստաղալիքով եք նայում ինձ կամ եթե մեր YouTube-յան ալիքում հետևում եք մեզ ու նայում եք, անպայման ինձ մեզ գրեք։ Դուք ոնց եք սիրում պատրաստել ու ոնց է ստացվում ձեր հետ լավ։ Ես շատեր գիտեմ, որ չեն վախենում են անեն, որով ասում են, որ դե փափուկ չի լինում եւ այլն եւ այլն։ Դե իհարկե շատ կարեւոր է դուք ինչ որակի եք օգտագործում, որովհետեւ պետքա լինի մաքուր, պետքա լինի օրգանիկ, այսինքն sense բանը շատ կարեւոր է, որ ինչ ֆիրմա որ օգտագործում եք, լինի լավը։ Իսկ մեր դեպքում մենք օգտագործում ենք զանգեզուր։ Ավելացնում եմ ու շարունակում ենք։ Մնաց մի քանի հատ։ Թուրքիայի աշխարհում իրականում կարաջիկը շատ ծանոթ է եւ շատ սիրված է։
նույնիսկ երկիրներ կա մի քանի ջաշ պատրաստում են իր հետ, որովհետև շատ օգտակար է, ոնց ասեցի։ Իսկ Հայաստանում պետք է միշտ պատրաստենք, որովհետև մենք ունենք այդ մթերքը ու գիտենք, որ օգտակար է, շատ պետք է պատրաստենք։ Եվ արդեն կարող ենք սկսել մեր մնացած գործողությունները։ Մի հատ օջարվում եմ ու կամ։ Դե իհարկե, եւ օջարվում եմ եւ մեր ամանները լվանում ենք, սավայո։ Որպեսզի ունենանք փայլուն եւ մաքուր ափսեներ եւ ցերկեր։ Սոխը մի քիչ առաջ կտրատել եմ, որպեսզի շատ չնեղվեմ, չլամ։ Իսկ իմբիրի եւ սխտորը ձեր հետ կանեմ։ Էսի սխտորի համար, էսի իմբիրի։ Միջև որ մեր դապակը տականա, արդեն մենք պատրաստ կլինենք։ Շատ կարևոր է, որ միշտ սխտորը, սոխը արդեն լավ դապակվեն ու հետո ավելացնենք մեր մթերքը կամ մսամթերքը։ Մանած շատ քիչ։ Հիմա կարող ասեք ինչու այսքան սխտոր, որովհետև այս տեսակի ուտելիքները սխտոր եւ սոխ շատ են սիրում ու ոնց որ իրանց համա ավելի համովաթարնում, երբ որ սխտոր եւ սոխը շատ են։ Սո հիշեք, որ այսպիսի ուտելիքներ անպայման սոխին սխտորին չենք մոռանում։ Եվ վերջինը։ Անցանք իմբիրին։ Մի քիչ անենք։ Իջացնեմ ու շարունակենք։ Ահա, օպս։ Մի քիչ էլ։ Արդեն լավ է։ Հիմա կարող ասեք ինչու իմբիր։ Իմբիրը շատ անուշ եւ համ եւ հոտ է տալիս այսպես ուտելիքներին, որպեսզի մենք ոչ մի ուրիշ համեր եւ հոտեր չառնենք։ Ուրեմն, ավելացնում եմ թիթավդղի ցեթը։ Ավելացնում եմ սոխը եւ մի հատ վերցնում եմ իմ սպաթուլան կամ թքալը։ Ավելացրեցի։ Ավելացում եմ սխտորը եւ ավելացում եմ իմբիրը։ Լավ խառնում եմ։ Մի թեթև արդեն զգում ենք, որ սխտորի եւ սոխի հոտը գալիս է, արդեն պետք է ավելացնենք քարաջիկ։ Ինչ անուշ հոտ է գալիս։ Okay։ Ավելացում եմ։ Ուպս։ Հիմա համեմունքները արդեն մենք պատրաստել ենք։ Աղ։ Սև բոբեղ։ Կարմիր բոբեղ։ Եվ պապրիկա։ Դարչին։ Շատ քիչ։ Այս ամեն ինչի վրա ավելացում եմ թափնուտերև եւ մի հատ դարչինի փայտիկ։ Ու խառնում ենք արդեն։ Լավ խառնում եմ, որպեսզի կարաջիկներն էլ այդ համեմունք փոլորը վերցնեն ու արդեն սկսեն եփելու։ Մի հատ թողում ենք լավ դաբակվի մի կողմը, հետո էլ մյուս կողմը լավ բացում եմ։
ու թողում եմ մի քիչ։ Մի հատ լավ մաքրում ենք ու արդեն կտրատում ենք ազատկեղը եւ սոխը։ Հիմա պետքա բղբեղը տնենք։ Երևի 2 հատ չեմ տնի, 1 հատ կտնեմ, որպեսզի այստեղ ուրախ զվարթ փոլորով ուտենք։ Ոչ թե շատ կծու կլինի։ Եթե ուզում եք շատ կծու անել, կարող եք։ Ես դանը անում եմ իրականում։ Լավ խառնում եմ։ Վայ, ես ինչ հոդեր է, ես ինչ հոդեր է։ Մի քիչ ենք լավ դապակում ու շարունակում ենք։ Իսկ հիմա կդրատենք սոխը։ Անպայման վերջում կարմիր սոխ, որովհետև ավելի համով է լինում։ Գնացինք։ Էսի մի հատ կտրեմ։ Ու այսպես կտրատում ենք։ Մի քիչ բացում ենք այսպես։ Մի հատ խառնում եմ։ Մեր քարաջիգը գրեթե պատրաստ է, սպասում է ազատկեղով սոխի աղցանին, որպեսզի finalize անենք։ Իդեպ կարող եք այս ուտելիքի հետ համով սիլի խմելիքներից վայելել, կամ կարող ենք ասել ջուրը, կամ հյութերը ու ավելի իդեալական եւ ամբողջական լինի ձեր սնունդը։ Մի քիչ ամնացել ու արդեն պատրաստ կլինի, իրականում այնքան հեքիաթային հոդեր կան, դե իհարկե ի շնորհիվ Մարանիքի համեմունքներին, ով դենց համեմունքներ ունի։ Միամ Մարանիքը։ Շարունակում ենք սոխերնից։ Սենց բացում եմ։ Հիմա ազատկեղը մարացնում եմ։ Գնացինք։ Դե ինչ, ստեղ խառնում ենք մի քիչ իրար հետ մեր սոխը եւ ազատկեղը։ Այնքան լավ հոտ է ստեղ։ Շատ համով է։ Ստեղ էլ պատրաստ ենք դիզայնի համար։ Վաու, արդեն գրեթե պատրաստ է, ուրեմն դուրս ենք հանում դարչինի փայտիկը, մաքրում ենք վրայից համովությունները, դուրս ենք հանում թափն ու դերևը, 2 հատ ենք դրել, հիշում ենք։ Արդեն պատրաստ է մատուցելու։ Կարող ենք բերել այսպիսի ափսե, մի քիչ ներքևը դնում եմ մեր ազատկեղով սոխով աղցանից։ Անուշիկ սոխերը ուզում եմ վրան դրեմ։ Հիմա դադարում ենք այս համովությունը։ Իրա չրալիր կամ իրա հյութերը
Նաև ավելացնում եմ։ Մի քիչ սենց եմ անում։ Մեջտեղը մեր փիվազից նորեն տնենք կամ սոխով ազատ կեղի աղցանից։ Եվ մի քանի հատ բաղդակ կարմիր։ Եվ այսօրվա մեր հավով կարաջիկը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։ Դե ինչ, հասել ենք այդ բախը, որ ես ուզում եմ վայելել իմ պատրաստածը, ինչպես որ դուք եթե դառնեք հիմա եւ ունեք կամ չունեք, կարող եք նույնիսկ զանգահարել եւ զանգեզուրը ցեզ կարաքի եւ կունենաք եւ դուք էլ կպատրաստեք ու կվայելեք։ Հիմա ես ուզում եմ մի քիչ սոխից ազատ կեղից առնել եւ կարաջիկից։ Եվ տեսնեմ ինչպես է ստացվել։ Անհամբեր։ Համային համադրությունը իդեալական, խրխտան, դե կարաջիկի իրականում դենց է, ինքը դենց չէ որ սենց շատ փափուկ միս է, ինքը դենց է ու իրան վայելում են դենց։ Շատ համով է ստացվել, գուձույթությունը տեղին, սխտորը սոխը տեղին, անպայման դուք էլ պատրաստեք եւ վայելեք, չմոռանաք հետևել մեր էջերին, Facebook եւ Instagram եւ իհարկե բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։ Ստեսություն։